Ես հարցի հետ կապված Բայց եթե իրանք էլի կանչելու են Սիրելի լրագրողներ, խնդրում եմ ժողովուրդ ջան, մի փոքր հետ կանգնեք, որտեղ կարևոր հայտարարություն կա։ Պարոն Ազիզյան, ինչ եք հայտարարել, խնդրում եմ սկզբից։ Հա, սկզբից ժողովուրդ ջան, հələ տեղ տվեք լրագրողներին։ Մի քիչ հետ կա, բոլորդ լսելու եք, բարձրաձայն ասելու ենք։ Մի րոպե։ Ես ձեզ տեղեկացրեցի, այնտեղ ոչ թե կանչելու են նույն հարցի շուրջ, այլ կանչելու են քննարկման։ Ավելի լավ է դուք հիմա արդեն ունեք ձեր հարցադրումները, ասենք համակարգված, գիտեք ինչ խնդիրներ եք անելու, գնալու եք քննարկման։ Մինչև մեր քննարկումը մեր տրանսպորտը մնում է նորմալ վիճակում աշխատելու։ Երբ է լինելու քննարկումը։ Ասեք, Ամսի 25-ին շարժման կազմակերպիչները հրավիրվում են տարածքային կառավարման նախարարի մոտ, ինձ տեղեկացրեցին, այնտեղ այլ նախարարների ներկայությամբ քննարկումա տեղի ունենալու այս խնդրի շուրջ։ Եղավ, իրենց ձեր ընդհանուր բոլորի կարծիքը, բոլորի ցանկությունները 22-ին չէ, 22-ն է, 25-ին։ Հա, Եղեռնից հետո։ Հեսա լրիվ խոսում եմ։ Այդքանով։ Բայց փողոցը բացվում է այսքանից հետո։ Սիրելի լրագրողներ, դուք կառավարության հայտարարությունը լսեցիք։ Ես հիմա կփորձեմ մեր ժողովրդի հետ խոսել, ներկայացնել իրականում ինչ է կատարվում, ըստ այդմ մենք հետևության կգանք հիմա Քասախի Պրոշան համայնքներով եւ մեր հետագա քայլերի մասին ընդամենը րոպեներ հետո դուք կհասկանաք։ Քիչ առաջ դուք ինձ ասեցիք, որ տարածվել է հետեւյալ հայտարարությունը, ես կարծում եմ իմ պատասխանը շատ հիմնավոր էր, այդ իսկ պատճառով տարածքային կառավարման նախարարությունը եկավ ուրիշ հայտարարի, ես հիմա այդ ձև եմ պատկերացնում ժողովուրդ ջան, ուրեմն ոնց որ թե ինչ որ մի տեղից մի բան շարժվում է, այդ շատ ուրախալի է։ Կարևորը շարժն է, հասկանում եք, քար լռությունը շատ վիրավորական է մեր համար։ Բայց նախորդ անգամ էլ օրինակ ստեյության ի տարբերություն ձեզ ինչ որ լուծում էր տրվեք, բայց հիմա իրենք էլ են կանգնած փաստի։ Իրենք էլ են հրավիրվել։ Ժողովուրդ ջան, ուրեմն նայեք ինչ է կատարվում։ Ամբողջ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ հարցի ես կգամ ձեր հետ բարձր կխոսամ, մի րոպե սպասեք, էլի մի րոպե սպասեք, ուրեմն շատ լավ հասկանում են, որ հարցի լղոզումը եւ հարցի չլուծումը դա չի բխելու իրենց շահերից։ Հարգելի լրագրողներ, իրենք շատ խոհեմ են, շատ լուրջ են, մեր հետ այսուհետ կխոսեն ավելի լուրջ տեսակետից, ավելի լուրջ տեսանկյունից, այսինքն մինչև այդ, այո, մինչև այդ նրանք մեր հետ խոսում են շատ թռուցիկ եւ խոսում են իրենք, ոչ թե մենք։ Այսուհետ կարծում եմ նրանք կլսեն մեզ։ Իմ այն խնդրանքը, որ հարգելի իշխանավորներ, ձեր ականջները բացեք, ոնց որ թե տեղ է հասել, այդ շատ ուրախալի է ժողովուրդ ջան։ Ես կփորձեմ հիմա իմ ժողովրդի հետ խոսել, նաև Պրոշան համայնքի ժողովրդի հետ խոսել, մի հատ հետևության գանք ու նորից շարունակենք, հա։ Պարոն Ազիզյան, թույլ տվեցեք։ 25-ին։ Ժամը, չգիտեմ, ճշտենք հիմա, ճշտենք։ Հիմա թույլ տվեք, ես մի հատ շփվեմ ժողովրդի հետ, սիրելի։